Արդյոք հաշվարկային փաստաթղթում անհրաժեշտ է ներառել ԱՏԳ ԱԱ եթե ապրանքը ներմուծվել է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ Հարգելի հարգվճարող, ինչպես գիտենք, Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հետո մատակարարելու եւ տեղափոխելու դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը լրացնելը պարտադիր է։ Կառավարության համապատասխան որոշմամբ, եթե Եվրասիական տնտեսական միությունից կամ բաց թողում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով ապրանք եք ներմուծում եւ վաճառում, ապա այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած հաշվարկային փաստաթղթում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը լրացնել պարտադիր է նաեւ այն դեպքում, եթե այդ ապրանքը ներմուծել եք մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը եւ վաճառում կամ տեղափոխում եք սեպտեմբերի 1-ից հետո։ Նշենք, որ գործընթացը ներդրվել է փուլային եղանակով եւ 2025 թվականի նոյեմբերի 1-ից սկսած դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը պարտադիր է Հայաստանում արտադրողների կողմից ապրանքի մատակարարման եւ տեղափոխման դեպքում։ Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը լրացնելը պարտադիր կդառնա ապրանքի վաճառքի եւ տեղափոխման բոլոր գործարքների համար։